Հանրապետությունից սահմանված է, որ պաշտպանության կողմը բացման խոսքում ներկայացնում է դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ, Սերժ Սարգսյանը մեղադրանքը ներկայացված չի ընդունել և չի ընդունել։ Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի գնահատման չափավոր զուսպ արձագանքը ներկայացված մեղադրանքին, ես էլ զսպվածություն կդրսևորեմ։ Իմ կարծիքով, ոչ թե կարծիքով, այլ համոզման ներկայացված մեղադրանքները քաղաքական շարժառիթներով թելադրված իրավական տերմինների օգտագործման գեղարվեստական տեքստերին, բայց շատ անհետաքրքիր։ Խմբային շահերից ելնելով դեմոկրատիայի պայմաններում փորձում են ազդել հասարակության հույզերի վրա։ Հափշտակության և առհասարակ վատման, առհասարակ հափշտակության և մասնավորապես վատման հանցակազմի, փողերի լվացման հանցակազմի և կաշառք ստանալու հանցակազմի բոլոր պարտադիր տառերը իսպառ հանցակազմի և փորձառու իրավաբանները չէին կարող դա չիմանալ։ Եթե ուսանող տարիներին ինձ պատմեին, որ հնարավոր է այսպիսի փաստական հանգամանքների պայմաններում, այսպիսի խրոխտ և մի քիչ ոչ շատ խրոխտ կեցվածքով մեղադրանքներ ներկայացնել, ես չէի հավատալ։ Իմ գնահատմամբ նաև մեղադրանքի կողմը առհասարակ ոչ միայն մեղադրողները, այլ մեղադրանքի կողմը վատնել է պետական միջոցները, պետական ռեսուրսներն ու ժամանակը այս մեղադրանքը կարելու համար։ Փոխարենը բաց են թողել իրական հանցագործների դեմ պայքարը։ Հաջորդ մեղադրանքը օդապարիկների մեղադրանքն էր։ Օդապարիկը ինչքան ուժեղ փչում ես, ավելի ուժգին տրաքում է։ Եվ ձեր մեղադրանքը այդպես մեծ շուքով տրաքելու է։ Այսքան։